Համացանցում տեսիայում թե տարածվել, որում երիտասարդ թրքույն ծանոթանում է իր ԴՆԹ թեստի արդյունքներին։ Վերլուծության տվյալներով նա 43%-ով վրացի է, 37%-ով հայ, իսկ 15%-ով իտալացի։ Երբ աղջիկը տեսավ արդյունքները, չկարողացավ ոչ մի բառ անգամ արտասանել, որից հետո էլ բացականչեց։ Տեսանյութը թուրքական սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել թուրք ազգի ծագման և ինքնության վերաբերյալ։ Տնային ԴՆԹ փորձարկման հավաքածուները Թուրքիայում պաշտոնապես արգելված են, քանի որ դրանք խաթարում են թուրք ազգի հանդեպ հավատը։ Կառավարությունը թույլ չի տալիս նման հետազոտություններ անցկացնել երկրի ներսում, ուստի նրանք, ովքեր ցանկանում են իմանալ իրենց նախնիների մասին, ստիպված են դիմել արտասահմանյան լաբորատորիաներ։ Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճում Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների միջև 23 տարեկանների առաջնությունում։ Տեղեկությունն այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Երիտասարդների 86 կիլոգրամ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը փոքուն վարժությունում ունեցավ 3 հաջող մոտեցում։ Հաջորդավոր բարձրացնելով 100, 103, 105 կիլոգրամներ։ Այս վարժությունում Պողոսյանը երրորդն է։ Հնում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 131 և 136 կիլոգրամներ, սահմանելով Եվրոպայի ռեկորդ։ Այս ձևում նա առաջինն է, երկամարտում 241 կիլոգրամ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։